Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Հիշատակն է պատմությունը միանում են եռաբլուրում։ Արցախի գնավ, Ամերիկա-Իսրայել, Բաքու գործարք, Իրանադեմ։ Անհնար է պատկերացնել որևէ հոգևորական վերխոսեվեջ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը կամ Արցախի մասին։ Տեր Փարեն Քահանա Առաքելյան։ Արցախահայերի սոցիալական վիճակը շատ ավելի փիս է, քան ըրվամա Մետաքսե Հակոբյան։ Գերմանական Թյուրինգիայի հայ համայնքի նախագահը քրեական հայցա ներկայացրել ընդդեմ Ալիևին։ Մածունը հայկական սեղանի անբաժանելի մասը։ Խայասոր կարևոր քյոմագյանել Արևմտյան Հայաստան տելևիզիոնում։ Միացիք մեր վետերաններին։ Սույն թվականի փետրվարի 25-ին հրավիրում ենք սա հայրենասերների մասնակցելի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյա տարելիցին ու Վահագն կազմակերպության 13-ամյակին միջոցառումը տեղի ունենալու Եռաբլուր զինվորական պանթեոնում հերոսի շիրիմի կողքին ու մեկնարկելու ժամը 1:10 պակաս։ Արևելյան Հայաստանի Հանրապետության դեսպան ու վերլուծաբան Վարդան Հակոբյանը ռևյու հաղորդման եթերում հայտարարել Ամերիկա-Իսրայել-Ադրբեջան հնարավոր գաղտնի գործարքի մասին, ըստ վերի Իրանադեմ գործողությունների դիմաց Ադրբեջանը կարար ստանալ Արցախը։ Իրանասելավը Դոնալդ Թրամփը օզում չի երկարատև կռև, բայց իրենք հայրերը անկախատեսելի են, իսկ Ամերիկայում քննարկվում է դաժե Իրանադեմ հարվածի հնարավորությունը, եթե դա ինի տարածաշրջանը մտնելու սրման փուլ։ Հակոբյանը բացառում չի նաև ցամաքային սցենար, շտեղ կարևոր դեր կարետրվե Բաքվին ու նշում ավեր առաջիկա օրերը կարին վճռորոշին տարածաշրջանին հետի։ Անընդունել է ավեր հայ մարդը վնավ թխում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու Մարտաճարի տռանը։ Սրա մասին 168 TV-ին օրախնդիր հաղորդման վաղտը հայտարարել է Սաղմոսավանքա հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Քահանային նսելավը անհնար է պատկերացնել մի հոգևորականի վերը խոսեվեջ հայերի ցեղասպանության կամ Արցախի մասին, որովհետև դրանք ազգային ու հոգևոր ինքնության հենասյուներն են։ Ինքն գծալ ավեր Մարտաճարին տորնը են սրբավերնա վերին ռչին հավատացյալնեն ծնկին իջնում ու ցանկացած ոտնձգություն անընդունելի է։ Տեր Փարենը նշել ավեր որոշ շրջանակներ փորձում են հոգևորականների ներքաշին հերակաբանավեճերի մեջի, բայց եկեղեցու առաքելությունը այլ է խոսել հավատացյալների հետ ու ներկայացնել ճշմարտությունը։ Իրանասելավը հայ առաքելական Սուրբ եկեղեցին հավատող հանգանակում անվանվում է երկինք երկրիա ու յուրաքանչյուր փորձ պայքարելի այդ երկնքի դեմ դատապարտված է ձախողման։ Քահանան նաև անդրադարձել է բարենորոգում եզրույթի շահարկմանը, ընդգծել ավեր ճշմարիտ բարենորոգողները նրանք են վերսօր իրական գործ են կատարում եկեղեցու ներսում։ Իրան գնահատում ավետ շարքում Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը ու Բագրատ Սրբազանը վեր տարբեր ուղղությունների պատասխանատու գործ են իրականացնում քահանայից ժողովից մինչև թեմերի միջև հաղորդակցություն ու հավական ու ծիսական փաստաթղթերի մշակում։ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը վստահեցրել է, եկեղեցի մտնում չի քաղաքական պայքարի մեջ, այլ շարունակում է իրեն հոգևոր առաքելությունը առաջնորդվելով երկնքի արքայության գաղափարով։ Արցախաբռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները խորանում են, նշում է Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Իրանասելավը մարդկանց մեծ մասը շարունակում ապրել վարձավ ու կարում չի բնակարան ձեռքբերի պահանջելով վեճ մեծ գումարներ, այլ արժանապատիվ կեցության պայմանն է։ Պատգամավորը քննադատում է իշխանությունների մոտեցումը, առաջարկում է օգտագործել աշտարակում ու վաղարշապատում առկա չօգտագործվող վղերը բնակարանաշինության հետի։ Նշում է վեր Արևելյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման գործընթացում առկա խոչընդոտները, փաստաթղթերի վերականգնման ու գործի խնդիրները, ինչին դեռ շատ արցախահայեր տեղափոխվում են Երևան գործ ջրելի հույսով։ Գերմանական Թյուրինգիայի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը քրեական հարցա ներկայացրել հոլոքոստի թեզիսների նստեմացման միջոցով ատելություն հրահրելի կասկածանքով։ Դիմումը հարուցվել է Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2026 թվականի փետրվարի 13-ի Մյունխենում տված հարցազրույցին հիմքավը վերահեռարձակվել է France 24 միջազգային լրատվական ալիքով։ Հաղորդագրության համաձայն հարցազրույցին վաղ տարված հայտարարությունով պնդվել է, թե Բաքվում պահվող հայ գերիները կատարան ավելի ծանր հանցագործություններ, քան երկրորդ համաշխարհային կռվի վաղտան նացիոնալ սոցիալիստների կողմից կատարված հանցագործություններն են։ Դիմումի հեղինակները նշում են, որ նման ձևակերպումները վտանգավոր հարաբերականացումը նացիոնալ սոցիալիզմի ժամանակաշրջանի մարդկության դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ Բուկարին դիտարկվին որպես հոլոքոստի զոհերի արժանապատվության խախտում։ Ըստ հաղորդագրության նման թեզիսները կարել չեն ընդունելի համարվին ժողովրդավարական հասարակությունում ու պիտի ստանան իրավական գնահատական։ Գերմանիա օրենսդրությունով հոլոքոստի ժխտումն նստեմացումը ենթակա քրեական պատասխանատվության ու մհեն գործի ընթացքը կախված այնական իրավապահ մարմինների հետագա քայլերան։ Հայկական խոհանոցում առանձնատուկ տաղ զբաղեցնում մածունը։
Մածունը համսնդարը մթերքա համել ազգային ինքնության ու խոհարարական ավանդույթի կարևոր բաղադրիչ։ Մածունը պատրաստվում է բնական կաթը հատուկ խմորավ խմորելի միջոցով։ Դարեր շարունակ ելել է հայկական յուրաքանչյուր ընտանիքի սեղանին օգտագործվելով թե առանձին, թե տարբեր ուտեստների մեջի։ Մածունը հաճախ մատուցվում է որպես զովացուցիչ նախաուտեստ, հատկապես ամռան շոգ օրերին։ Մասնագետները նշում են, որ մածունը նպաստում է մարսողությանը ու հարուստ է օգտակար բակտերիաներով։ Լայնորեն կիրառվում է ապուրների, սոուսների ու աղցանների պատրաստման մեջին, հաղորդելով թարմ ու թեթև համ։ Հայկական մածունը սիրված է համ Հայաստանում, համ էլ արտերկրում, համարվելով հայկական խոհանոցի յուրահատուկ խորհրդանիշներն մինը։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրան սկզբունքներին է եշողներին շարունակում է նախապանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանապատմության նրա ներկա ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, ինչպես նաև տեղեկատվություն ատան վերապիցրցնումա տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը, մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քիմիագավը մեր տելևիզիոնի հնարավորությունները ավելի են ընդլայնվում ու պնդանում, մուք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկանոքումին պատար ազատ վախտոնիկ ապակարիք միանակ, հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն, ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանները իրանց նշանակալի ներկայացնով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վերմասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են այն հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրանց կյանքը վտանգալն պաշտպանել է ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիքվեք շկաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։